Երկրագնդի վրա չկա մեկ այլ երկիր, որ այդքան հրաշքներով հագեցած լինի, որքան Հայոց հողն է։ Ջորջ Բայրոն, 19-րդ դարի անգլիացի բանաստեղծ, ռոմանտիզմի ամենաերևելի ներկայացուցիչներից մեկը, Եվրոպայի մեծագույն գրողներից մեկը։ Մինչ քրիստոնեության ընդունումը Հայոց դիցարանը ղեկավարվում էր Հայոց աստվածների գերագույն եռյակի՝ Արամազդի, Արեչհայրաստված Անահիտի, Պտղաբերության մայրաստվածուի և Վահագնի, պատերազմի, քաջության և հաղթանակի որդի Աստծո կողմից։ Բացի գերագույն եռյակից, հիշատակություններ են պահպանվել նաև Միրրի, Արևի աստված Տիրի, Դպրության աստված, Աստղիկի, Սիրո և գեղեցկության աստվածուի, Նանեի, Ընտանիքի պահապան աստվածուի, Սպանդարամետի, Անդրաշխարհի աստված, Վանատուրի, Հյուրընկալության աստված մասին։ Հայկական դիցարանին վերաբերող բացառիկ ու արժեքավոր տեղեկություններ են պահպանվել Ագաթ Հանգեղոսի, Մովսես Խորենացու, Զենոբ Գլակի, Ֆավստոս Բյուզանդի, Հերոդոտոսի, Քսենոփոնի, Ստրաբոնի, Պլուտարքոսի և ուրիշ պատմիչների ու հեղինակների աշխատություններում։ Հայ ժողովրդի հնագույն հավատքի մասին պատկերացում է տալիս նաև Սասնա Ծռեր էպոսը։ Հայոց նախաքրիստոնեական կրոնի ուսումնասիրության առումով մեծ արժեք ունի Հայոց տոմարը։ Այնուամենայնիվ, հայկական նախաքրիստոնեական աստվածների և հավատալիքների մասին չափազանց սակավ տեղեկություններ են պահպանվել, ինչը չի կարելի ասել օրինակ հունական դիցաբանության մասին, ինչի հետևանքով էլ հաճախ ստիպված ենք հնագույն աստվածների մասին տեղեկությունները որոնել այլ դիցարաններում։ Վերը թվարկված աղբյուրներից ընդգծման արժանի է հատկապես Հայոց տոմարը, որը նախաքրիստոնեական մշակույթի կարևորագույն տարր է։ Հայոց տոմարը յուրահատուկ և հետաքրքրաշարժ մշակութային արժեք է, որն ամբողջությամբ վերականգնված է։ Հետաքրքիր է հատկապես, որ պահպանվել են հին հայկական բոլոր ամսանունները՝ Նավասարդ, Հոռի, Սաղմի, Տրե, Քաղոց, Արաց, Մեհեկան, Արեգ, Ահեկան, Մարերի, Մարգաց, Հրոտից, Ավելյաց։ Հայոց տոմարով առանձին անուններ են ունեցել նաև շաբաթվա օրերը՝ Արեգակի օր կիրակի, Լուսնի օր երկուշաբթի, Հրատի օր երեքշաբթի, Փայլածուի օր չորեքշաբթի, Լուսնթագի օր հինգշաբթի, Արուսյակի օր ուրբաթ, Երևակի օր շաբաթ, ինչպես նաև ամսվա բոլոր օրերը, ինչպիսիք են Արեգը, Հրանտը, Արամը, Մարգարը, Ահրանքը, Մազդեղը, Աստղիկը, Միրը և այլն։ Շաբաթվա օրերի մասին խոսելիս պետք է նշել, որ ըստ Պարիս Հերունու «Հայերը և հնագույն Հայաստանը» գրքի, Հայաստանի Սանահին քաղաքի մոտ հայտնաբերվել է մ.թ.ա. երկրորդ հազարամյակի 7-օրյա շաբաթի օրացույց գոտի։ Հետաքրքիր է, որ շաբաթվա օրերի երկու առաջին ժամանակակից անգլերենով ներկայացված անունները բացարձակորեն համընկնում են հայկական Արև Sunday (Արևի օր) և լուսին Monday կամ Moonday (լուսնի օր) անունների հետ, իսկ Saturday (շաբաթ) բառը համընկնում է Սատուրն հայերեն երևակ բառի հետ։ Հայոց տոմարի սկիզբը կապվում է Հայկ Նահապետի հետ։ Հայոց բուն տոմարի մասին հիշատակության արժանի ուսումնասիրությունների ժամանակակից հեղինակ է տոմարագետ Սերգեյ Սիմոնյանը, ում պնդմամբ բուն Հայոց տոմարի սկիզբը մ.թ.ա. 7162 թվականն է։ Ըստ գիտնականի կողմից կատարվող Հովհաննես իմաստասերի գրվածքների մեջբերման առաջին աստվածապաշտությունը ծագել է մեր նախնիների մոտ, որը կոչվել է բարեպաշտություն։ Այդ մասին է վկայում նաև Ղուկաս Ինճինջյանը։ Հիմա Խորենացին այդպիսի բան ասե, բայց հիմնավորում է։ Հայ ազգը արիական ազգերի առաջնեկն է։ Այդ մասին կարևոր վկայություններից է Ավեստան, որպես արիացիների նախահայր հիշատակվող հայամարդը, որն ըստ ավանդության համարվել է ոչ միայն առաջին առաքինի մարդը, այլ նաև առաջին թագավորը երկրի վրա։ Հիմա ես մեջ բերեմ Ավեստան, ռուսական թարգմանություններում այստեղ դուք տեսնում եք հայերեն թարգմանված։ Մենք երկրպագում ենք Արամազդի խոհերն ու պատվիրաններն առաջինն ունկնդրած առաքինի հայամարդու հոգուն, որից Արամազդը աշխարհ բերեց արիական ազգերի ընտանիք։ Պատկերացնում եք, այս Ավեստան ինչ-որ մի անձնավորության բան չի։ Հազարամյակներ շարունակ որպես սուրբ գիրք, հավատք Ավեստան եղել է։ Ընդհանրապես Հայկ Նահապետի մասին խոսելիս անհրաժեշտ է հիշել, որ բացի պատմական անձ լինելու մասին հիշատակություններից, հայ ժողովուրդը հայք է անվանել նաև Օրիոնի համաստեղությանը, ինչը բազմաթիվ աղբյուրներով հաստատվում է։ Օրինակ Աստվածաշնչի թարգմանություններում Օրիոնի համաստեղությունը թարգմանված է Հայկ։ Նույն Օրիոնի համաստեղությանը շումերական աղբյուրներում անվանում են մեռնող և հարություն առնող Աստծո անունով Դումուզի, իսկ Դումուզին շումերական Էայի կամ Հայայի, շումերաաքադական դիցաբանության 3 մեծ աստվածներից մեկի որդին է։
Ընդհանրապես Էան 40-ից ավելի անուններ է ունեցել իրենց նշանակություններով։ Հետաքրքրական է, որ այստեղ ևս աստվածային գերագույն եռյակ ենք տեսնում՝ Անուի և Էնլիլիի հետ միասին։ Ավելորդ չենք համարում կրկին անգամ հիշեցնել շումերերենի և հայերենի խորը ընդհանրությունների մասին և թե ինչպես է շումերերենը հայերենի հնագույն վիճակը համարվում, ինչպես նաև ընդգծել, որ հայը Աստծո կնոջ անունը Դամկինա է, ինչը անժխտելի նմանություն ունի հայերեն կին բառի հետ և բառացիորեն թարգմանվում է ճշմարիտ կին։ Ընդգծենք նաև, որ Հայան և Դամկինան ստեղծում են առաջին մարդուն Ադապին, որի հնչողությունը շատ նման է աստվածաշնչյան Ադամին։ Բացի այդ, Էան այն աստվածն է, ով զգուշացնում է Զիուսուդրային Նոյի շումերական նախատիպին, ջրհեղեղի մասին և համոզում կառուցել տապանը։ Այսպիսով, խոսելով հայ ժողովրդի հնագույն աստվածների, հայ Կորյուն Դումուզիի, նրա հայր Հայա Աստծո և դրանց հետ կապվող հայ ժողովրդի ինքնանվանման հայ բառի մասին, անհրաժեշտ է հիշատակել նաև մեկ այլ կարևոր տեղեկություն, որը կապված է հնագույն քաղաքակրթություններին վերաբերող մի շարք աշխատությունների հեղինակ Յուրի Սարգսյանի կողմից կատարված ուսումնասիրությունների հետ։ Հեղինակի նախնյաց հետքերով գիրքը վերաբերում է Ռուսաստանի Դաշնության ամենամեծ միավորը կազմող Սախա-Յակուտիայի հանրապետության բնակիչներին՝ յակուտներին, և վերջիններիս էպիկական բանահյուսությանը՝ օլոնհոներին։ Յակուտական բոլոր օլոնհոների հիմնական թեման դյուցազնական Այ-Այմագա ցեղի ճակատագիրն է՝ վերին աշխարհից եկած աստվածային մարդկանց, մարդկության նախահայրերի, ովքեր կանչվել էին երջանիկ կյանք հաստատելու երկրի վրա՝ միջին աշխարհում։ Այս պահին խուսափելով օլոնհոների խորը վերլուծությունից, պետք է նշել միայն, որ Այ-Այմագան նաև Այի լուսավոր աստվածների ընդհանրական անվանումն է։ Այդ ազգերում հիշատակվում է Ար-Դուհ արտահայտությունը, որը նշանակում է սրբազան ծառ։ Հիշատակվում են Արարատ ծով և Արարատ լեռ արտահայտությունները։ Հետաքրքիր է նաև, որ շումերերենում կաղանու ծառը կոչվում է հենց Հայի ծառ, իսկ Արարիչ Աստծո Հայա անունը թարգմանվում է Аарել։ Այնպես ինչպես օլոնհոներում Այ աստվածներն էին արարիչները, իսկ Այ-Այմագան ամբողջ մարդկությունն էր։ Ընդհանրապես յակուտերեն Այ բառը նշանակում է արարել, ստեղծել։ Եվս մեկ անհավատալի փաստ է, որ յակուտներն ազգային օրացույց ունեն, որի 4 օրերը՝ փետրվարի 29-ը, մարտի 1-ը, մայիսի 6-ը և դեկտեմբերի 31-ը կոչվում են բառացիորեն Հայաստան, իսկ վերջիններիս արևին նվիրված շուրջ բառը կոչվում է Օս ու Օհայ, ինչը կարծես թե կազմված է հայերեն ուս և հայ բառերից։ Այստեղ անհրաժեշտ է հիշել Ագաթ Հանգեղոսին։ Եկավ հասավ Արամազդի որդի կոչված Միհրի Մեհյանը այն գյուղում, որը Բագարիճ են կոչում պարթևերեն, և այն իհիմանց բրելով քանդեցին, կուտակված գանձերը ավարի մատնեցին ու աղքատներին բաժանեցին, և այդ տեղերը եկեղեցուն նվիրեցին, իսկ երկրի բնակիչներին ճշմարիտ գիտության մեջ հաստատեցին։ Ագաթ պատմություն հայոց, Սովետական գրող հրատարակչություն 1977 թվական, Էջ 124։ Այսպիսով, հիմնվելով հնագույն շումերական և յակուտական էպիկական դիցաբանական տեղեկությունների վրա, կարելի է ասել, որ հեռու անցյալում Արարիչ Աստծուն կամ աստվածներին անվանել են Հայա, ինչը և շումերների մոտ, և յակուտների մոտ պահպանվել է և նշանակել արարել, ստեղծել։ Անդրադառնալով Աստվածաշնչի Ծննդոց գրքին, պետք է ասել, որ այդտեղ նկարագրված առաջին մարդու՝ Ադամի երկրի հողից արարման պատմությունը, որը բոլորիս հայտնի կերպով իրականացվում է Հայր Աստծո կողմից, մեծ նմանություն ունի շումերական արարիչ աստված Հայայի և նրա կնոջ Դամկինայի կողմից կավից Ադապին ստեղծելու պատմությանը։ Ակնհայտ է, որ Աստվածաշնչի Ծննդոց գիրքը շումերական ավելի հին ազդեցություններ ունի։ Բացի այդ, ակնհայտ ազդեցություններ ունի նաև ջրհեղեղի և մարդկության մաքրագործման պատմությունը, որտեղ արդեն շումերական Էա աստվածն է սպասվելիք ջրհեղեղի մասին զգուշացնում Զիուսուդրային՝ Նոյի շումերական նախատիպին։ Այս ամենից կարելի է համոզիչ եզրակացություն կատարել առ այն, որ քրիստոնեական Արարիչ Հայր Աստծո հնագույն անվանումներից մեկը Հայան է, ինչը նշանակում է հենց արարել, որի որդիներից մեկը Դումուզին է, Օրիոնի համաստեղությունը, և որն էլ հայոց մեջ կոչվել է Հայկ, ունեցել է 12 զավակ, որոնց անուններով էլ կոչվել են հայոց ամսանունները։ Հիշենք, որ Քրիստոսն ուներ 12 առաքյալ, Աստվածաշնչում պահպանվել են մարդու ստեղծման և հետագա մաքրագործման պատմությունը, Ադամի և Արարատ լեռների անվանումները, սակայն Հայր Աստծուն տրվող Հայա անունը չի պահպանվել։ Մանավանդ որ Սուրբ Գիրքը յուրայիններին, նկատի ունի հրեաներին, զատելով իբրև իր սեփական ազգ, մյուսներինը լքեց, իբրև արհամարհելի և իր կողմից նշանակվելու անարժան ազգերի։ Մովսես Խորենացի Հայոց պատմություն, ԵՊԸ հրատարակչություն 1981 թվական, Էջ 100։
Խոսելով հայ նախաքրիստոնեական հավատքի կամ հեթանոսության մասին, պետք է ասել, որ հեթանոսություն բառը ծագել է լատիներեն էթնոս բառից և նշանակում է ազգ, ժողովուրդ, իսկ այդ բառի բացասական ընկալումը կապվում է ժամանակին իբր թե հետամնաց գեղչական ժողովրդի հետ, սակայն ներկայումս այդ բառին որևէ բացասական երանգ հաղորդելու անհրաժեշտություն չկա։ Տարբեր ժամանակների հայ հեթանոսական դիցարաններին անդրադառնալիս հնարավոր չէ չհիշատակել Ուրարտուի կամ Արարատի թագավորության դիցարանը, իսկ դիցարանի մասին խոսելիս հնարավոր չէ չհիշատակել Վանաբերդի մոտ գտնվող Մեհերի դուռը։ Մեհերի դուռը Արարատի կամ Ուրարտուի թագավորության աստվածությունների և դրանց զոհաբերության ենթակա կենդանիների թվարկումն է։ Այստեղ նույնպես աստվածային գերագույն եռյակ ենք տեսնում Հալդի, Թեյշեբա և Շիվինի աստվածների գլխավորությամբ։ Մեհերի դռան և Ուրարտական դիցարանին վերաբերող վերջին ուսումնասիրություններից մեկը պատկանում է հայագետ Արթուր Արմինին։ Ըստ գիտնականի, ինչպես հիմնական բոլոր դիցարաններում, այնպես էլ Վանի թագավորության դիցարանում աստվածությունները աստղատներ են ներկայացնում, իսկ աստղատները ժամանակը չափելու և տոմար կազմելու միջոց են հանդիսացել։ Մեհերի դռան վրա թվարկված աստված աստղատների հերթականությունը համապատասխանում է արեգակնային հանվարձման հերթագայությանը, ինչպես Միշագետքյան Մուլ Ափինի 2-րդ և 4-րդ տոմարային ցուցակներում է։ Այդ փաստը հաստատվել է նաև Ուրարտական մեկ այլ գտածոյի, այսպես կոչված Անձավի Վահանի պատկերագրությունով, որտեղ նույնպես աստված աստղատների հերթականությունը նույնական է և համապատասխանում է արեգակնային հանվարձման հերթագայությանը։ Հետաքրքիր է, որ Մեհերի դռան արձանագրություններում տարվա 4 եղանակները խորհրդանշող աստվածությունները հանված են նշված հերթականությունից և հիշատակվում են արձանագրության սկզբում, իսկ 4-րդ աստվածությունից սկսած հերթականությունը վերականգնվում է։ Այսպիսով, պարզվում են նաև թվարկված աստվածությունների ինքնությունները։ Այստեղ հատկանշական է, որ Հալդի գլխավոր աստվածը, որը խորհրդանշում է ձմեռային արևադարձը, ամրագրող Ջրհոս աստեղատունը, ճիշտ նույն կերպ, ինչպես մարդուն արարող շումերական Հայա աստվածն է խորհրդանշում Ջրհոս աստեղատունը և պատկերվում է որպես Եփրատ և Տիգրիս գետերը սկզբնավորող աստված։ Հատկանշական է նաև, որ ձմեռային արևադարձը համապատասխանում է դեկտեմբերի 25-ին, իսկ կաթոլիկ եկեղեցին այդ օրը նշում է Հիսուս Քրիստոսի ծնունդը։ Հետաքրքիր է, որ մեր թվարկության 45 թվականից գործածության մեջ դրված Հուլյան տոմարն ի սկզբանե իդեալական չի եղել, 3-ից 4-րդ դարերում փոփոխություններ է կրել, ինչի արդյունքում ձմեռային արևադարձը որոշ ժամանակ համապատասխանել է հունվարի 6-ին, դեկտեմբերի 25-ի փոխարեն։ Հենց 4-րդ դարի սկզբին Մեծ Հայքում պետական կրոն է հռչակվել քրիստոնեությունը, իսկ հունվարի 6-ը հենց այն օրն է, երբ հայ առաքելական եկեղեցին մինչ այժմ նշում է Քրիստոսի ծնունդը։ Մեհերի դռան արձանագրությունը մեզ է հասել Քրիստոսից առաջ առաջին հազարամյակի առաջին կեսից, արքաներ Մենուայի և Իշպույնիի կառավարման շրջանից, սակայն այս ժամանակաշրջանը չի համապատասխանում արեգակնային հանբարձման Մեհերի դռան վրա թողնված աստված աստեղատների հերթականությանը։ Հաշվի առնելով հայկական բարձրավանդակի տեղադիրքը, պետք է ասել, որ այդ հերթականությունը համապատասխանում է մեր թվարկությունից առաջ 4-ից 3-րդ հազարամյակների, այսինքն մեզանից 6000 տարի առաջվա աստղային երկնքի տեսարանին։ Այս փաստը խոսում է այն մասին, որ Վանի թագավորության աստված աստեղատների պաշտամունքը շատ ավելի հին է, քան կարելի է պատկերացնել։ Պատասխանը շատ պարզ է։ Ուրարտուի ժամանակներում շատ ավելի հին համակարգը համարվել է սրբազան, և նրանք սրբազան համակարգն են սեպագրել ագրավաքար ժայռին։ Օրինակ, մենք հիմա էլ 21-րդ դարում տոնում ենք քրիստոնեական տոները, որոնք համապատասխանում են մեզանից 2000 տարի առաջվա համակարգին։ Ծննդյան տոնն ենք տոնում, Զաթիկը, Քրիստոսի հայտնության տոնը և այլն։ Նույնիսկ մեր թվագրությունը 2024 թվականը հաշվում ենք Քրիստոսի ծննդյան թվականով։ Նույնն է եղել նաև հնում։ Ուրարտուի ժամանակներից 3000 տարի առաջ հաստատված հին համակարգը համարվել է սրբազան։ Ավելին, այդ սրբազան համակարգն իր անդրադարձն ունի նույնիսկ քրիստոնեական աստվածաբանության մեջ։ Հովանու հայտնության մեջ Հայր Աստծո գահի 4 կողմերում կանգնած արարածների նկարագրությունը ցուլ, առյուծ, արծիվ և մարդ մեզանից 5-6 հազար տարի առաջվա գիշերահավասարների և արևադարձերի աստղատներով համակարգն է, ինչպես Ուրարտական դիցարանում է։ Անդրադառնալով Սասնա Ծռեր էպոսին և Փոքր Մեհերին,
Պետք է ասել, որ ըստ ավանդության Հալդի դարպասը կապվում է նաև փոքր մehերի հետ, որը հայտնի է նաև Ագրավաքար անունով։ Հողն այլևս չի դիմանում մehերի ոտքերի տակ, Սասնա վերջին քաջազունը փակվում է Ագրավաքար ժայռի մեջ պատգամելով. քանի աշխարհք չար է, հողն էլ ղալբցեր ծուլացել է, մեջ աշխարհքին ես չեմ մնա, որ աշխարհք ավերվի, մեկ էլ շինվի, երբ որ ցորեն եղավ քանց մասուրմի, ու գարին եղավ քանց ընկուզմի, Էն ժամանակ հրամանք կա, որ ելնենք էդտեղեն։ Փոքր մehերի Հալդի դարպասի հետևում փակվելու ավանդությունը և վերջինիս աշխարհ վերադառնալու պատմությունը ակնհայտորեն նման է Քրիստոսի խաչվելու և հարություն առնելու պատմությանը։ Այսպիսով, հայ հեթանոսական կրոնական պատկերացումների մասին խոսելիս մեր առջև է հառնում հետաքրքիր կապ յակուտների բանահյուսական ասքերում պահպանված Արարիչ Այա աստվածների, Ջրոսի աստղակերպը ներկայացնող և մարդու արիչ համարվող շումերական Հայա Աստծո, նրա որդի մեռնող հարություն առնող Աստծո Դումուզի Օրիոն Հայկի, Վանի թագավորության գլխավոր աստված և կրկին Ջրոսի համաստեղությունը ներկայացնող Հալդի, ինչպես նաև աստվածաշնչյան Արարիչ Հայր Աստծո և նրա որդի մեռնող և հարություն առնող Աստված Հիսուս Քրիստոսի հետ։ Հետաքրքիր է, որ Հալդը նույնպես պատկերվում է նետ ու աղեղով, զինված, ինչպես Հայկ Նահապետը։ Մինչ քրիստոնեական Հայաստանում պաշտվող գլխավոր աստված Արամազդը նույնպես համարվել է երկնքի ու երկրի արարիչ։ Արամազդի արձանը հայտնաբերվել է Նեմրութի հնավայրում։ Այս հնավայրը կառուցվել է Կոմագենեի Անտիոքոս I Երվանդունի թագավորի մ.թ.ա. 69-34 թվականներին գահակալած կողմից մ.թ.ա. առաջին դարում։ Արձանագրությունները վկայում են, որ Կոմագենեի թագավորական տունը սերում է երվանդունիներից և մ.թ.ա. 4-3 դարերում Կոմագենեն Հայաստանի մաս է կազմել։ Սրբավայրը որպես հարուստ և կարևոր աղբյուր բացառիկ նշանակություն ունի Հայաստանի հեթանոսական շրջանի պատմության և մշակույթի ուսումնասիրման համար։ Ես միշտ մտածել եմ, որ բոլոր առաքինություններից ինձ առավել բնորոշ է բարեպաշտությունը, ամենահեզաբարո հաճույքը մահկանացուների համար։ Հենց բարեպաշտությունն է կազմում իշխանության երջանկությունը և մղում նախանձախնդրորեն այն օգտագործելուն։ Ես որոշեցի այս վայրը նվիրել բոլոր աստվածների համար միանման գահեր կառուցելուն, ոչ միայն կանգնեցնելու համար իմ նախնիների հուշարձանները, որոնք դուք տեսնում եք, այլև որպեսզի բարեպաշտ անձինք, որ նվիրել են իրենց բարձրագույն ոգիներին, իրենց աչքի առաջ մշտապես ունենան այս վայրն իբրև վկան իմ բարեպաշտության, որտեղ իրենք ևս կունենան միևնույն զգացումները։ Ահա թե ինչու ես կանգնեցրի աստվածային կերպարանքով այս արձանները։ Անտիոքոս I Կոմագենացի Ք.ա. առաջին դար։ Անտիոքոս I-ի կողմից, ինչպես հետագայում նաև Հովհաննես Իմաստասերի գրվածքներում, հիշատակվում է բարեպաշտությունը։ Արքայի կողմից այն հիշատակվում է որպես մահկանացուների ամենահեզաբարո հաճույք, իսկ պատմիչի կողմից ասվում է, որ աստվածապաշտությունը ծագել է մեր նախնիների մոտ, որը կոչվել է բարեպաշտություն։ Խոսելով Նեմրութ լեռան սրբավայրի մասին, պետք է անպայմանորեն շեշտել, որ այս կառույցը իր բնույթով համաշխարհային եզակի հուշարձան է։ Այստեղի արձանախմբի մեջ են մտնում նաև Արամազդն ու Միհերը։ Հիշենք, որ Արամազդը երկրի ու երկնքի արարիչ աստվածն է, իսկ Միհերը նրա որդին և արևի աստվածը։ Նրա անունից է ծագում Մեհյան բառը և Մեհեր անձնանունը։ Ժամանակին Միհրին նվիրված աստվածապաշտություն է գոյություն ունեցել, որին անվանում են միհրականություն։ Միհրը նույն Միթրան է։ Միհրականությունը հիմնված էր Միհրի դիցի արևի աստծո Միթրայի պաշտամունքի վրա։ Միհերը սիրո, բարության, գութի, ուխտի ու պայմանի աստվածն էր համարվում։ Հենց այս է պատճառը, որ միհրականության հետևորդների մոտ ուխտի և պայմանի դրժումը ամենամեծ մեղքն էր համարվում։ Ըստ միտրաիզմին առնչվող դիցաբանության և առասպելների, Միթրան կամ Միհրը ծնվում է կույս Անհայիթայից, հայ դիցաբանության մեջ Անահիտից, ով ջրերի աստվածուհին էր։ Զրադաշտը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանի ժողովուրդը մեծ հարգանք և հոգևոր կապվածություն է տածում միհրականության հանդեպ, ոչ միայն դեմ դուրս չեկավ այդ պաշտամունքին, այլ մտցրեց այն իր կրոնի մեջ, մի տարբերությամբ, որ զրադաշտականության մեջ Միթրան իր գլխավոր աստծո տեղը զիջեց Ahura Mazda-ին, հայ դիցաբանության մեջ Արամազդ, և զրադաշտականության տարածումով Ahura Mazda-ն, դառնալով գլխավոր աստված, զբաղեցրեց Միթրայի տեղը։ Սակայն միտրաիզմի հավատարիմ հետևորդները, ինչպես Իրանում, այնպես էլ նրանց սահմաններից դուրս երբեք չհաշտվեցին այդ մտքի հետ և չընդունեցին այս փոփոխությունը, և նրանց համար Միթրան շարունակեց մնալ գլխավոր և միակ աստված։ Միթրայի սիմվոլը արևն է, և հենց այդ պատճառով ոմանք Միթրայի հետևորդներին արևապաշտներ են անվանում։ Այս տեղեկությունը որոշ ուսումնասիրողների կարծիքով անվիճելի է և 100%-անոց սխալ է համարվում։ Կեռ կոտրված թևերով խաչը ևս այս ուսմունքի հետևորդների նշանն է համարվում, որը հայտնի է իբրև
Միթրայի կառք անունով։ Միհրապաշտներն ամեն օր լուսաբացին կանգնում էին արևի առջև և խոստովանելով իրենց նախորդ օրվա գործած մեղքերը, Միթրայից մեղքերի թողություն էին խնդրում։ Միհրականության մեջ ոչ ոք իրավունք չուներ սպանել կամ վիրավորել ու որևէ նեղություն կամ վնաս պատճառել նրանց, ովքեր միտրայիզմի հետևորդ չէին հանդիսանում, և պատմության որևէ ժամանակահատվածում չեք հանդիպի տեղեկություն այն մասին, որ այս ուսմունքի հետևորդներն իրենց կրոնի համար այլ կրոնի հետևորդներին սպանած լինեն։ Միհրականությունը մինչ քրիստոնեության ընդունումը տարածված է եղել Հռոմում, Իրանում։ Միթրան հիշատակվում է նաև հնդկական վեդաներում։ Մ.թ.ա. 15-րդ դարին պատկանող սեպագիր սալիկի վրա գրված Միտանի թագավորության և Խեթական թագավորության միջև կնքված պայմանագիր է հայտնաբերվել, որում Միթրայի անունով երդում կա հիշատակված։ Միտանին շատ հետազոտողներ համարում են հայկական թագավորություն, հիմք ընդունելով Մովսես Խորենացու կողմից հիշատակվող արքայացանկի համապատասխանությունը Միտանիի արքայացանկի հետ։ Օրինակ, Խորենացու հիշատակած Պարետը պատմագրության մեջ որպես Միտանիի առաջին արքա հիշատակվող Պարատառնան է, իսկ Վաշտակը վերջին գահակալ Վասաշատան։ Հայկական ավանդության համաձայն Միհրը ծնվում է Վանա լճում ժայռից, իսկ Միհրի ծննդյանը սպասել են 3 հովիվներ։ Անհնար է կապ չտեսնել Քրիստոսի ծննդյանը ներկա 3 մոգերի և այս պատմության մեջ։ Անժխտելի փաստ է, որ քրիստոնեությունը միհրականության խորը ազդեցություններ է կրել։ Անժխտելի է նաև, որ քրիստոնեությունը ազդեցություններ է կրել շումերական հավատալիքներից, և զարմանալի չէ, որ այդ իսկ պատճառով էլ առաջին անգամ քրիստոնեությունը պետականորեն ընդունվել է հենց Մեծ Հայքում։ Հայոց քրիստոնեական հավատքի և քրիստոնեության տարածման մասին խոսելիս անհնար է չհիշատակել հայ պատմագիտական մտքի հնագույն գոհարը՝ Ագաթանկեղոսի Հայոց պատմությունը։ Այս աշխատությունը բազմաթիվ այլ արժեքներից բացի մեզ է հաղորդում այս շրջանի իրադարձությունների պատմությունը այն առավելությամբ, որ հեղինակը այս անցումային և հայ ժողովրդի համար շրջադարձային դեպքերի ժամանակակիցն ու ականատեսն է։ Դարձի եկած զորքերով այնտեղ հասածները Սուրբ Գրիգորը թագավորով հանդերձ փշրեցին Անահիտ դիցու ու ոսկի արձանը, ամբողջ վայրը քանդեցին, փչացրին, ոսկին ու արծաթը ավարի տվեցին։ Այնտեղից Գայլ գետի վրայով այն կողմ անցան ու քանդեցին Արամազդի դստեր Նանեի մեհյանը Թիլ Ավանում։ Երկու մեհյանների գանձերը ավարելով Աստծու Սուրբ եկեղեցու ծառայության նվեր թողեցին տեղերով հանդերձ։ Ագաթանկեղոսի միջոցով մեզ հասած այս հիշատակությունը վերաբերում է նաև հայ նախաքրիստոնեական հավատքի մնացած բոլոր աստվածներին ևս։ Ցավոք, ի տարբերություն միհրականության, քրիստոնեությունը հայքում հանդուրժողականություն չի ունեցել, սակայն նախորդ հավատալիքներից ազդեցություններ կրելով ավելի քան 1700 տարվա ընթացքում հայկականացվել է և վերածվել ժողովրդական կրոնի՝ հայ առաքելական եկեղեցուն։